Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, ամենաթեժ ու հետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, ինչպես ասում են, սուտը ծնում է նոր սուտ։ Միքայելն իր անցյալում կատարած սխալի համար փորձում է ևս մեկ սուտ հորինել։ Այս անգամ սուտը Անգելինայի հարազատ ծնողներին է վերաբերում։ Ինչպես պարզ է դառնում, նա ասում է, որ Անգելինան իր դուստրն է, այսպիսով և Անայի կասկածները պետք է փարատվի, որովհետև գաղտնիքը կապված է իր Անգելինայի հայր լինելու հետ, և Անգելինային ու Հենրիին հնարավոր է այս միջոցով բաժանել, քանի որ կպարզվի, որ նրանք քույր ու եղբայր են։ Արդյոք Աննան կհավատա Միքայելին, չէ որ այդքան էլ հեշտ չէ, բայց Աննան հասկանում է, որ այստեղ ինչ-որ բան թաքցված է, և այս ստի պատճառով հնարավոր կլինի սիրող սրտերին ինչ-որ ժամանակ իրարից հեռու պահել, քանի որ այս սուտը տարածվելու է բոլորի վրա։ Բագրատն էլ շատ լավ հասկանում է, որ շախունցների ընտանիքը Անգելինայի հետ կապված ինչ-որ գաղտնիք է պահում և այդ պատճառով նա գնում է Ավագի ու Վիկտորիայի տուն, պարզելու, թե ինչ գաղտնիք է դա։ Հատկապես, որ նա զանգ է ստանում, որի միջոցով նրան տեղյակ են պահում, որ Վիկտորիան ու Ավագը երկար տարիներ երեխա չէին ունենում և հավանաբար Անգելինան նրանց կենսաբանական դուստրը չէ։ Հենրիին ու Անգելինային նոր ու դաժան փորձություններ է սպասվում, նրանց սերը պիտի հաղթահարի ամեն ինչ, արդյոք նրանց սերն այնքան ուժեղ կգտնվի, որ կկանգնի այս փոթորկի առաջ, դեռ ցույց կտա ժամանակը, բայց հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից պարզ է դառնում, որ Աննան արդեն գիտի, որ Սոսը ողջ է, իսկ թե ինչ է սպասվում, դիտեք տեսանյութը։ Պատրաստում ենք իմ սիրելի աղցանը դյուրին բաղադրատոմսով, երկու կանաչիներով կամ մեկը, որը կգտնեք, ուրեմն անունները ռուկոլա և իտալական ռեհան։ Ասեմ, ես օրինակ զովքից եմ վերցրել, դուք էլ կարող զովքում նայեք։ Պետք են չերի լոլիկներ, պեստո սոուս, և ինչ ապեք, ընդեղ ես մացարալա չեմ ավելացնում, սովորաբար երբ որ մենակ իմ համար այդ պորցիան, բայց եթե բանեցիների համար եք սարքում, սենց կլոր են մացարալաներից ու ժարիտ արած չամիչ։ Վերցնում ենք այս մանչիկ, շարում ենք մեջը, ուրեմն կանաչիները վերցնում ենք և սկսում ենք խառը ոնց պատահի կպրատելը։ Ոյ, հոտելը, վայ, իրան սենց կդնենք սիրուն մեջտեղում, լոլիկները վրան շարել, հետաքրքիր ձևով, կարող եք մացարելաներն ավելացնել, տապակում ենք չամիչը, կստացի իմ սիրած բաներն են, չգիտեմ ամեն ինչ օրինակ, այդ շատ եմ սիրում ես կոթերը, այս են սիրում, չամիչի դուց լցնում ենք և տապակա լավ ռումա, կլորիկ բան է դառնում, այսպես ցույց տամ, իրա վրա էլ ավելացնում եմ արդեն այս ձեթից, ուրեմն ստեղում եմ նուշի ու ունեմ կավելացնենք այս են սիրում, կավելացնենք, աղ կավելացնենք և վերցնում ենք այսպես մեկ րոպե ձեզ մոտ գնքիքը կարելի է հա դես ու դնում ենք հենց առած խառնելու մեր սալատիկի վրա, այսպես սիրում պիսեմ Այսն սիրում, նայեք են սիրուն, դուք կարող եք այդ մացարելա պանիրներն էլ ավելացնել, համ տեսքից հա շատ սիրուն, համն է շատ լավը, սենց քաղցր կծու ամեն ինչի համը գալիս է։ Եվ ձեր հյուրերին կարող եք զարմացնել, պաչիկներ եմ ձեզ անում և ես գնում եմ սա ուտելու։ Օրվա ավարտին որոշեցինք հաղթահարել Կասկադի բարձրությունը և ինչու ոչ նաև փորձեցինք կորցնել ավելցուկը, օրվա ավելցուկը պետք է կորցնել, իսկ դրա համար մենք որոշեցինք հաղթահարել Կասկադի բարձունքը, ինչ դժվար ասեցի։ Ժողովուրդ ջան, ամսի 22-ը, հա, մարտի 22-ը, մենք գնում ենք Վրաստան նկարահանումների մեր կոլեկտիվը ու այսպիսի գեղեցկության ենք հանդիպել մի խոսքով, դրագոնի լևելներն է կրելով գնում ենք, Աստված մեր հետ, ձեր հետ են։ Շատ եք ինձ հարցնում, արդյոք Աննան հղի է, ինձ ուրախացել ոնց որ Աննան իսկապես հղի է, այս հարցին պատասխանեցի,
Ինչ վերաբերում է Հենրին եւ Անգելինային, շատ եք հարցնում, արդյոք Անգելինան լքելու է հանրապետությունը։ Լքելու է։ Հենրից գնալու է։ Ինչ է անելու Հենրին։ Նայեք կիմանաք։ Ասեմ, իմ Յանան շատ նման է ինձ, շատ էմոցիոնալ, խենթ, մի խոսքով ինքը այն կերպարն է, որ երևի թե ես միշտ գախնի երազել եմ խաղալ, որովհետև կարելի ասել ես հիմնականում խաղում եմ ինքս ինձ։ Ու շատ եմ սիրում իրան, իր այդ խենթությունը, իր այդ անմիջականությունը, պարզությունը, որ ինքը ուղղակի սիրում է ու վերջ, ու կարծում եմ մենք շատ ընդհանուր գծեր ունենք ու շատ նման ենք իրար։ Ես ինձ շատ ասոցացնում եմ Յանայի հետ։ Իհարկե, այդ աստիճան խենթ չեմ։ Չգիտեմ, կուզեի լինել այդ աստիճան աննորմալ թե չէ, բայց լավ իմաստով աննորմալ, որովհետև ես սիրում եմ իր այդ բարի գժությունները, ինքը սիրում է իհարկե, բայց տենց հանուն սիրո գժություններ անում, բայց կարծում եմ, որ ոչ մեկին չի վնասում իր այդ սերը։ Ու երևի թե ես ինքս շատ կուզեի Յանայի։ Իսկ ինչ վերաբերում է վերջին զանգը հեռուստասերիալին, ապա պիտի ասեմ, որ ամեն բան դեռ նոր է սկսվում։ Գիտեմ, որ շատ եք սիրել հեռուստասերիալը։ Ինչու՞։ Որովհետև մեր սերիալում իրական սեր կա։ Մեր սերիալն իրական սիրո մասին է։ Ինչ էր մեր օրերում շատ սակավ հանդիպող երևույթ է։ Այնպես որ շնորհակալ եմ ձեզ։ Մեզ մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար եւ մաղթում եմ ձեզ սեր, սիրուն սեր, գարնանային սեր, պատկառներ սեր, ծաղիկներ, վարդեր, բայց անփուշ։ Անփուշը լավ է։ Բարի օր սիրելի հետևորդ, ուսամ լավ եք։ Հիշում եմ, որ խոստացել եմ ձեզ պարբերաբար ներկայացնել վերջին զանգը հեռուստասերիալի թարմ նորությունները։ Իհարկե չեմ կարողանում ես լիարժեք խոստումս իրականացնել, որովհետև հավանաբար կկրկնվեմ, բայց պիտի ասեմ, որ սարսափելի ծանրաբեռնված ենք աշխատում գիշեր-ցերեկ, ցերեկ-գիշեր, առավոտ։ Շատ խառը եւ ոչ մարդկային ռեժիմով։ Այսպես ուղղակի ուզում եմ ասել, որ այսօր իմացիր ավելին հաղորդաշարի շրջանակներում անդրադարձել ենք հերոսածին մայրերին։ Շատ հետաքրքիր հաղորդում է ձեզ սպասվում, շատ հուզիչ ապրելու մասին է այսօրվա հաղորդաշարը։ Բաց չթողնեք 20:50 Armenia TV եթերում, որից անմիջապես հետո կարող եք արդեն հետևել վերջին զանգը հեռուստասերիալի իրադարձություններին։